Սիրելի հայրենակիցներ, եթե խորհրդային Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեին լիարժեք պահանջներ ներկայացնել հայոց ազգային իրավունքների վերաբերյալ և հարկադրված էին լռել, ապա խորհրդային միության անկումից հետո հայկական երկու հանրապետությունների իշխանությունները ազգային ազատագրական պայքարի դրոշը, պայքարի ղեկավարումը պարտավոր էին տանել բոլոր ճակատներում։ Շուրջ 20 տարի առաջ հայ ժողովուրդը իր պատմական ընթացքի մեջ արձանագրեց բեկում։ Մենք մեր պատմական հայրենիքում ժողովրդի քվեի ուժով հաստատեցինք հայկական իշխանություն, որի արդյունքը Արցախի ազատագրումն էր։ Սակայն ձեռք բերված հաղթանակը այնուամենայնիվ արմատական շրջադարձ չունեցավ հայկական բնորանում հայ ժողովրդի ապրելու բացարձակ և անվեճելի իրավունքների համար։ Ժողովրդի քվեի ուժով հաստատված հայկական իշխանությունը 1995 թվականից հետո փոխվեց և այսօր արդեն նրա տեղում հակահայ իշխանություն է։ Հակահայ իշխանությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում վերացնելու երկու հայկական պետությունները։ Ինչպես անցյալ դարի սկզբին գործում էր ծրագիր հայկական բարձրավանդակից բնաջնջել հայերին, այնպես էլ այսօր գործում է հայերին իրենց հայրենիքից տարհանելու հակահայ ծրագիրը։ Այս պահին հակահայ ծրագիրը իրականացվում է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ։ Նրա կողմից սույն թվականի սեպտեմբերի 3-ին երկրի արտաքին քաղաքական ուղեգծի միանձնյա և կտրուկ փոփոխությունը, Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի ու խորը համապարփակ ազատարարտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման փոխարեն Մոսկվայում Մաքսային միության անդամագրվելու մասին հայտնի հուշագրի ստորագրումը լրջագույն մարտահրավեր դարձան Հայաստանի և Արցախի հանրապետությունների ինքնիշխանության համար։ Այդ միության մաքսային դրույքաչափերի ընդունումը մեր երկրին սպառնում է գների շեշտակի աճով և բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմամբ և արտագաղթի ծավալների էլ ավելի մեծացմամբ։ Ուրեմն, ինչ վերջնանպատակ ունեն հակահայերը, մեր պատմական հայրենիքում թողնել այնքան բնակչություն և այդ բնակչությանը վերահսկող Սերժ Սարգսյաններ, ովքեր իզորու չեն լինի հանդես գալու որպես ազատ և անկախ պետության քաղաքացիներ։ Սիրելի հայրենակիցներ, արթնացրեք ձեր մեջ հայրենիքը կորցնելու վտանգի զգացումը, արդարության մարտիկներ, ոտքի ելեք, հայրենիքը պաշտպանության կարիք ունի։